Հաջորդ կենդանակերպը առյուծն է։ Գիտեք, որ առյուծների կարևոր օրգանը դա սիրտն է, եւ առյուծը հանդիսանում է աստղաբանության մեջ այդ կենդանակերպերի ղեկավարը, ինչպես նաև սիրտը շատ կարևոր է մարդու համար, մեջքն է շատ կարևոր, առյուծ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները պետք է զգույշ լինեն նաև իրենց մեջքից, որովհետև եթե հանկարծ հարված ստանան մեջքից, իսկ եթե նաև այդ հարվածները լինեն երեխաների հետ կապված, առյուծի սիրտը միանգամից կարող է կանգնել։ Նաև արյան հարցն է այստեղ շատ կարևոր, ողջ օրգանիզմը մեր սրտի միջոցով մեր պոմպն է, արյուն այդ մատակարարող այդ կարևոր օրգանն է եւ մեզ կյանք տվող օրգանն է սիրտը եւ արյունը այդ կյանքի էներգիան կարծես այսպես շրջանառում է մեր ողջ օրգանիզմով։ Հաջորդ կենդանակերպը դա կույսի կենդանակերպն է, տեսեք ըստ հերթականության իջնում են։ Կույսը դա մարսողության օրգաններն են, խեցգետինը եթե վերին այդ դաշտն է, իսկ կույսը դա ստորին այդ հատվածն է, ստամոքսը, աղեստամոքսային տրակտն է, բայց ավելի շատ աղիքները, նաև բարակ աղիքը, հաստ աղիքը ընկնում է կարիճի ազդեցության տակ, աշխատանքային այդ պրոցեսի հետ կապված, աշխատանքի հետ կապված խնդիրները շատ արագ անդրադառնում են կույսերի առողջության վրա, առողջապահական համակարգն է, այնտեղ են նրանք այդ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները իրենց կարողանում են գտնել, այնտեղ աշխատում են, արարում են, այո, բժշկի գործը նաև արարել է, կյանք տալն է, բայց երբեմն շատ մանրախնդրության պատճառով նրանց մոտ կարող են աղիքները ցավել, ախտահարվել, տարատեսակ այդ վիրուսների շատ արագ արձագանքել, մանավանդ Մերկուրին հանդիսանում է կույսերի երկօրյակների ղեկավարը, իսկ նահանջող Մերկուր ժամանակ, որը տեղի ունենում տարվա մեջ 3 անգամ, այդ վիրուսային հիվանդությունների ինկուբացիոն շրջանում շատ արագ ախտահարում են աղիքները, Մերկուրու ազդեցության այդ կենդանակերպը ոլորտը եւ նաեւ երկօրյակները։ Հաջորդ կենդանակերպը կշեռքն է։ Կշեռքը, ինչպես գիտեք, միջանձնային հարաբերություններն են, դա գործընկերային հարաբերությունները։ Կշեռքները ուշադիր պետք է լինեն իրենց երիկամների